Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Պարոն Ստեփանյան, կառավարության վերջին նիստին վարչապետը արձանագրում արեց, որ եկեղեցիները չուլանացված են։ Դրան հետևեց եկեղեցիականների, ընդդիմադիրների, նաև վարչապետի այսօրվա գրառումները, հա, դուք ինչ կարծիք ունեք այս ամենի վերաբերյալ։ Դուք ինչպես եք մեկնաբանում։ Ես ինքս բազմիցս նշել եմ իմ տեսակետը կապված եկեղեցու հետ, չգիտեմ եկեղեցին չուլանացված է թե չուլանացված չէ, ես կարող եմ ասել, որ եկեղեցին չի արտահայտում այն սպասելիքները, չի արդարացնում այն սպասելիքները, որը եկեղեցուց ունի մեր հասարակությունը եւ մեր ժողովուրդը։ Իսկ ժողովուրդը ցանկանում է, ես կարող եմ դա նշել, ես որպես հավատացյալ մարդ, կարող եմ նշել, որ ես օրինակ եկեղեցուց սպասում եմ կոնսոլիդացնող դեր։ Մեր երկրում կա շատ լուրջ կոնսոլիդացիայի խնդիր։ Իշխանությունները գնում են, գալիս են, մարտահրավերներն են փոխվում, բայց մեր թշնամիները չեն փոխվում, արտաքին թշնամիները։ Եվ այս առումով եկեղեցին պետք է կոնսոլիդացնի հասարակությունը ինչ որ գաղափարի շուրջ։ Եթե մենք չունենք պետական գաղափարախոսություն եւ գաղափար, ցավոք սրտի, այդ դերակատարումը կարող է վերցնել իր վրա եկեղեցին, ազգայինի շուրջ, հա, թեկուս եկեղեցու շուրջ, թեկուս Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության շուրջ, օրինակ։ Ես ցավով տեսնում եմ, որ եկեղեցին դա չի անում, եկեղեցուն շարունակում է սպասարկել արտաքին դերակատարների եւ խաղացողների շահերը, ես սա ցավով եմ ասում, եւ այս առումով իմ գնահատականը սա է, ես չգիտեմ չուլանացել է թե չի չուլանացել, չեմ կարող ասել։ Տեսեք, եկեղեցու ներկայացուցիչներից մեկը նաև հայտարարել է, որ վարչապետի այս գրառումները խաթարում է պետություն եկեղեցի փոխադարձ հարգանքի այդ հիմնախարիսխը եւ վտանգում է հասարակության հոգեվոր հավասարակշռությունը, բայց դուք էլ ձեր խոսքում արձանագրեցիք դա, որ եկեղեցին անում է այդպիսի քայլեր, հա, որ այդ հավասարակշռությունը հենց ինքը խախտի, ինչպես նաև մենք գիտենք, որ եկեղեցու առաջնորդությամբ տեղի են ունեցել տենց ակցիաներ, հոգեվորականների մեկին իրենք էին օրնել, որ փողոց դուրս գար բողոքեր, այս ամեն ինչը եկեղեցին ինչու է չնկատելու, այսպես ասած տալիս ու խոսում են չվիրավորելուց, բայց առաջինը նաև իրենք են վիրավորում։ Ես չգիտեմ, այդ ով է ասել, ճիշտ ասած ինձ դա հետաքրքիր էլ չէ, ես այսպես պատասխանեմ ձեր հարցին, ես չեմ տեսել փոխադարձ հարգանք եկեղեցու եւ իշխանության միջեւ։ Փոխադարձ հարգանք, ընդհանրապես հարգանք չկա այդտեղ, եւ սա շատ վատ է։ Ինչու չկա փոխադարձ հարգանքը, կարծում եմ ակնհայտ է, որովհետև եկեղեցին չի ծառայում Հայաստանին, որովհետև եկեղեցին չի տեսնում այս իշխանության մեջ լեգիտիմ Հայաստանի իշխանություն, իշխանությունը իր հերթին այդ ամենը գիտակցելով չի տեսնում եկեղեցու մեջ հենարան։ Այն դեպքում, երբ որ նրանք պարտավոր են, ոչ թե պետք է, այլ պարտավոր է իշխանության եւ եկեղեցու պարտավորությունն է հանդես գալ մեկ ընդհանուր կետից։ Ես որպես համեստ իմ փորձագիտական մակարդակից եմ ասում, ես իշխանության հետ բազմաթիվ տարաձայնություններ ունեմ, բազմաթիվ տարաձայնություններ, շատ բան դուր չի գալի, բայց այն ինչը վերաբերվում է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը եւ պետականությանը, ինձ համար դա երկու կարծիք չկա։ Ես երբեք չեմ կարող գնալ այս իշխանության դեմ, եթե ես գիտեմ, որ իշխանությունը տապալվելուց հետո այստեղ լինելու է ռուսական քոծություն։ Հենց այսպես։ Ես դա չեմ անելու։ Եվ ես կարծում եմ, որ եկեղեցիները դա շատ լավ հասկանում։ Դրա համար այստեղ երևի թե որևէ հավելացնելու բան չկա, ինչու են այդպես անում, թե ոնց են անում, պարզ է ինչու են անում, որովհետև իրենք չեն տեսնում այս իշխանության մեջ հենարան, այս իշխանությունը չի տեսնում եկեղեցու մեջ հենարան, որովհետև իրենք սպասարկում են լրիվ տարբեր օրակարգեր, եւ սա մեր ցավն է։ Ինչպես նշեցիք, սպասարկում են տարբեր օրակարգներ, ծառայում են այլ երկրի, որքան է շարունակելու եկեղեցին, հա, այդ գործողությունները, ինչ ավարտ է ունենալու ի վերջո դա։ Չեմ կարող ասել ինչ ավարտ է ունենալու, դա ոչ մեկ չգիտի, բայց եկեղեցին ուղղակի չի կարող այլ կերպ գործել։ Հաշվի առնելով նրանց կապերը Ռուսաստանի հետ, սա բոլորը գիտեն, սա նորություն չի, հաշվի առնելով իրենց բոլոր հայտարարությունները, իրենց գործելավոճը, մեդալները, որը վեհափարը ստանում է Ռուսաստանից, հա, այդ ինչու ուրիշները չեն ստանում, վեհափարն է ստանում։ Մարդը ծառայում է Ռուսաստանին։ Եկեղեցու վերնախավը ես ուզում եմ հատուկ շեշտել, որովհետև շատերը փորձում են ստեղ խաղալ, իմ դեմ օգտագործել։ Եկեղեցու վերնախավը սպասարկում է Ռուսաստանի շահերը։ Այստեղ էլ կա բացը, եւ սա ողբերգություն է։ Երբ որ քո եկեղեցին, ես հավատացյալ մարդ եմ, ես նորից եմ ասում, երբ որ քո եկեղեցու այդ իշխանները, եկեղեցու իշխանները աշխատում են քո երկրի դեմ, սա ինձ համար ողբերգություն է եւ սա ցավ է։
Ինչ կարող եմ ես այստեղ ավելացնել։ Իրենք երբեք չեն դադարելու այս գործունեությունը, որովհետև դա իրենց մեջ ծրագրով դրված է։ Ծրագիրը սա է։ Դե ինչով կավարտվի, ես չգիտեմ, չեմ կարող ասել։ Տեսեք, վարչապետը իր գրառումներից մեկում նաև նշել էր, որ ժողովուրդն իրավունք ունի ունենալ եկեղեցի հոգևոր ու բարոյական արժեքներ, ինչպես նաև որ կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան իրենց հոգևոր ծառայությունից։ Դա ինչպես է տեղի ունենալու ու ինչպես է պետությունը, կառավարությունը հասնելու դրան, որ ժողովուրդն ունենա բարոյական արժեքներով եկեղեցի։ Դա տեղի չի ունենալու։ Դա տեղի չի ունենալու են պարզ պատճառով, որովհետև աշխարհիկ իշխանությունը որևէ լծակ չունի եկեղեցու վրա ազդելու, եկեղեցական իշխանության վրա ազդելու լծակ չունի։ Ես ինչ որ առումով կիսում եմ այդ մոտեցումը վարչապետի, որովհետև այո, ցավոք մեր եկեղեցում կան շատ արատավոր երևույթներ։ Եկեղեցին պետք է օրինակ ծառայի հասարակության համար, եւ ոչ թե հակառակը, երբ որ մենք շարքային քաղաքացիները, տեսնելով այդ ամենը ինչ կատարվում է եկեղեցու ներսում, ընդվզում ենք եւ այսպեսի գնահատականներ ենք տալի։ Եկեղեցին պետք է ինքնամաքրվի։ Այդ ինքնամաքրման պոտենցիալը ես չեմ տեսնում, որովհետև եկեղեցու լավագույն որդիները, եկեղեցու դաստիարակացները ցավոք կամ զոհվել են պատերազմի ժամանակ, կամ սուսուփուս փորձում են իրենց ծառայությունը տանել եւ տանել արժանապատվորեն, բայց այդ մարդիկ ձայնի իրավունք չունեն։ Իսկ եկեղեցու իշխանները դա չեն անում, իրենք ծառայում են արտաքին ուժերին, եւ սա ինձ համար ցավ է։ Ես այստեղ երկ չեմ տեսնում, ես չեմ հասկանում ինչպես կարելի է այդ գործընթացը, որը վարչապետը ասում է պետք է իրականացնել։ Ես ճանապարհը չգիտեմ։ Դա պետք է լինի եկեղեցու ներսից, եկեղեցին պետք է ինքնամաքրվի։ Ունի այդ պահին եկեղեցին այդպիսի պոտենցիալ, ցավոք սրտի ոչ։ Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը արձագանքել էր, որ եկեղեցին հիմա ունի ամենաբարձր վարկանիշը։ Դուք ինչ կասեք։ Չգիտեմ Տիկին Վարդանյանը ինչից է դա վերցրել, ես երևի ինքը բարձր տեղից է նայում, դիտում, երևի ինքը ավելի լավ է տեսնում։ Ես ներքևից եմ նայում, ժողովրդի մի մաս եմ, եւ ես այդ վարկանիշը չեմ տեսնում։ Եթե եկեղեցին ունենար այդ վարկանիշը, Հայաստանում աղանդները չէին վխտա։ Հայաստանում այլ եկեղեցիները չէին վխտի։ Այստեղ լուրջ խնդիր կա։ Այդ սուրբ տեղը դատարկ չի լինում։ Եկեղեցին ցավոք այդ սուրբ տեղը թողում է դատարկ, իսկ ինչու է այն դատարկ, որտեղ մարդիկ չեն հավատում եկեղեցուն, մարդիկ չեն հավատում եկեղեցու սպասավորներին, եւ սա լրջագույն խնդիր է մեզ մոտ, եւ այս խնդրի սկիզբը դրել է հենց եկեղեցին, եկեղեցու բարձրաստիճան այրերը, ես նորից եմ սա շեշտում, որովհետեւ կան մարդիկ, որոնք փառքով եւ պատվով իրենց ծառայությունը տանում են, բայց այդ մարդիկ որոշում ընդունող չեն։ Ես չգիտեմ ձեր նշած պատգամավորը որտեղից է դա վերցրել, ես նորից եմ ասում, ես իմ համեստ ներքևից նայելով ես դա չեմ տեսնում։ Եվ վերջում, պարոն Ստեփանյան, 2018 թվականին հեղափոխությունից հետո ժողովուրդը սկսել էր այդ պայքարը հեռացնելու Գարեգին Բկաթողիկոսին։ Հիմա արդյոք նման պայքար այս իրադարձություններից հետո նորից կակտիվանա, նորից կսկսվի, եւ եթե այդ ժամանակ պետությունը աջակցություն, այսպես ասած, չցուցաբերեց, հիմա ինչ դիրքորոշում ունի։ Ես չեմ հավատում, որ վեհափարից կարելի է ազատվել, երկրի կաթողիկոսին կարելի է փոխել փողոցային պայքարով։ Որովհետև ես նորից եմ ասում, եկեղեցական հոգևոր իշխանությունը եւ պետական իշխանությունը անջատ են իրարից մեր երկրում։ Եվ ինչքան է ժողովուրդը դրան դեմ լինի, ինչքան է ժողովուրդը ցանկանի ունենալ նոր վեհափար, որը ավելի շատ կհամապատասխանի մեր երկրի շահերին եւ չի հետապնդի այլ երկրի շահեր, ես չեմ կարծում, որ ժողովուրդը կարող է դա անել։ Միակ ճանապարհը եկեղեցու ինքնամաքրումն է։ Եվ լավ կլինի, եթե եկեղեցում իրոք կան խելացի մարդիկ, իսկ ես վստահ եմ, որ կան խելացի կրթված մարդիկ, դա անհրաժեշտություն է իրենց գործում։ Նրանք պետք է նստեն եւ լավ մտածեն, որովհետեւ եթե այսպես շարունակվի, եկեղեցու իմիջը, եկեղեցու կարեւորությունը եւ նշանակությունը հայ ժողովրդի հասարակական եւ պետական կյանքում մի քանի տարվա ընթացքում, մեկ տասնյակ տարվա ընթացքում կարող է շատ ցածր անկում ունենալ, ել ավելի ցածր անկում, իսկ դա մեզ շահերից, հասարակության շահերից, իշխանության շահերից եւ առաջին հերթին հենց եկեղեցու շահերից չի բխում, այսպես որ իրենք առաջինը պետք է մտածեն իրենց հաշվին, մտածեն թե ինչպես է անդրադառնում եկեղեցու իմիջի վրա, իրենց վրա այն, որ նրանք սպասարկում են այլ պետության շահերը, դրա մասին պետք է մտածեն, ինչպես է անդրադառնում եկեղեցու հոգևոր այդ հոտի վրա, որ ես ինչ եմ ասում, աղանդները վխտում են, այդպիսի գործելավոճը,
Պետք է հասկանան, թե ինչ հեռանկարներ ունի հայ առաքելական եկեղեցին, սա ցավ է մեզ համար։ Եվ նրանք պետք է ներսից այդ ինքնամաքրման գործընթացը սկսեն։ Գարեգին երկրորդը անփոխարինելի չէ։ Պետք է գա մարդ, որը արժանվույն է, արժանի է լինելու այդ պաշտոնին, որը ժողովրդի կողմից կողջունվի եւ ամենակարևորը չի ստանա Կոպերկինի ձեռքից շքանշաններ, այլ շքանշաններ կստանա Հայաստանի վարչապետի կողմից, մեր ժողովրդի կողմից, մեր հասարակության կողմից, այնպիսի մի հոգևոր հայր, որը եղել է կաթողիկոս Վազգեն առաջինը մեր բոլորիս համար։ Մինչև հիմա մարդկանց տներում նրա նկարը կախված է։ Ես չեմ տեսել գոնե մեկ տուն, որտեղ Գարեգին երկրորդի նկարը կախված լինի։ Մենք այդ պոտենցիալը ունենք, մեր եկեղեցին այդ պոտենցիալը ունի, եւ ես նորից եմ ասում, առաջի հերթին այդ ինքնամաքրումը բխում է եկեղեցու շահերից։ Ես այլ կերպ չեմ տեսնում այդ գործընթացը, իսկ որ մենք բոլորս շահագրգռված ենք այդ գործընթացում, ես կարող եմ ասել, որ դա ակնհայտ է։